Աշոտ, ինչու եք դուք այսօր այստեղ։ Ես որպես հայ գիտակից մարդ ու որպես հայ տղա միշտ ապրիլի 23-ին Ջարել երթի մասնակցում եմ ու դա մեր պարտքն է, ոնց որ մեր հայոց մեծ եղևնի նահատակների հիշատակին ու մենք պետք է միշտ իրենց հիշենք, միշտ ամեն կերպ մենք պետք է իրենց հիշատակը փորձենք վար պահենք ու ներկայումս մանավանդ երբ կան որոշ մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են մոռացության տալ հայոց ցեղասպանությունը ու հայոց ցեղասպանության ոնց որ գործոնը, մենք պետք է այս քայլերով անդադ հիշեցնենք, որ մենք չենք մոռանում ու մենք միշտ պետք է պահանջատեր լինենք ու պահանջատիրությունը մենք պետք է նաև մեր երեխաներին ու մեր ժառանգներին փոխանցենք, ինչպես փոխանցել են մեր պապերը, մեր հայրերը ու մենք ունենք մեր հողերը, ունենք մեր վրեժը, որը ինչ-որ պահի պետք է լուծենք ու մեր հողերը պետք է վերադարձնենք։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա երթից։ Այսօրվա երթից ակնկալիքներս այն է, որ մեր երիտասարդությունը, մեր հայ ժողովուրդը եւս մեկ ապացույց կտա, որ մենք միասնական ենք ու մենք մեր պահանջատիրությունից ետ չենք կանգնում ու տեսնելով կողքերս ու նախորդ տարիների փորձը տեսնելով տեսնում եմ, որ ինչքան մարդիկ են թեկոս եղանակային անբարենպաստ պայմաններով նրանք եկել են ու բոլորը հիշում են ու բոլորը պատրաստվում են թեկոս այս պայմաններում իրենց գնալ ու հիշել մեր նահատակների հիշատակին։ Աշոտ, օրինակ շատերը ասում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները վառելը ճիշտ չէ, դուք ինչ կասեք այդ առումով։ Նայեք, եկեք սենց ասեմ, ես մեծ կողմ եմ, բայց եկեք մյուս կողմից նայեք, երբ որ թշնամին ամեն կերպ քեզ ոչնչացնում է, քեզ սպանում է ու դու ասում ես քո թշնամու դրոշը կամ չգիտեմ թշնամու հետ պետք է խաղաղություն անես, այդ մարդկանց ես իրենց չեմ հասկանում, անկեղծ լինեմ ու մտածում եմ, որ դա ճիշտ է ու եւս մեկ անգամ պետք է, եթե ինձ է հնարավորություն լինի, ես ինքս էլ կվառեմ դրոշները։